Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցում տոնական բարձր տրամադրությամբ դիմավորում են պարածանրամարտիկ Արտյոմ Մուխսյանին։ Նա վերադառնում է Եգիպտոսի Կահիրե քաղաքից, որտեղ անցած շաբաթ Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է պարածանրամարտի աշխարհի առաջնությանը և արծաթե մեդալակիր դարձել։ Մասնակցում էին 67 երկիր, ուժեղները կային, շատ էին, լավ էր, որ երկրորդ տեղ գրավեցինք, այդքանի միջից շատ բարդ էր։ Պարածանրամարտի աշխարհի առաջնությանը Արտյոմը հանդես է եկել 65 կիլոգրամ քաշային կարգում և ձգում պառկած դիրքով վարժությամբ բարձրացրած քաշի և մոտեցումների հանրագումարի արդյունքում նվաճել արծաթե մեդալ։ Մեր համար շատ կարևոր է Գավառ քաղաքը միջազգային հարթակներում Արտյոմի պես մարզիկները, որ բարձր են պահում Գավառ անունը, և Արտյոմի դեպքում մենք միշտ աջակցել ենք և միշտ իր կողքին կլինենք։ Միջազգային մրցասպարեզում սա Արտյոմի երկրորդ ձեռքբերումն է։ Այս տարվա մայիսին Վրաստանի Թբիլիսի քաղաքում նա մասնակցեց աշխարհի գավաթի 2025 թվականի առաջնությանը և ոսկե մեդալակիր դարձավ։ Մարզիկի հաջողությունների գործում մեծ ներդրում ունեն մարզիչ Ժորա Հովհաննիսյանը, ընտանիքն ու բոլոր այն մարդիկ, ովքեր աջակցում և ոգևորում են նրան։ Մեծ հպարտություն եմ ապրում, որ իմ որդին միջազգային մրցույթում հաջողություններ է ունեցել։ Եգիպտոսում հանդես գալու հարցում մեզ օգնեց Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, որի համար շատ շնորհակալ ենք։ Շնորհակալություն եմ հայտնում իմ մարզչից Ժորա Հովհաննիսյանին, որ ջանքեր չխնայեց իմ համար, հասցրեց նոր բարձունքների։ Նաև շնորհակալություն եմ հայտնում Գավառի համայնքապետարանի օգնությամբ, որ տրամադրեց գնացի ասա և գրավեցի երկրորդ տեղ։ Շնորհակալություն եմ հայտնում նաև Գևորգ Հովհաննիսյանին, մեր նախագահին և պարոն Աբրամյանին, ջանքեր նաև իրանք էլ չխնայեցին, հասցրին մեզ այս նպատակին։ Առկա ձեռքբերումներով սակայն Արտյոմը չի պատրաստվում սահմանափակվել։ Մարզիչ Ժորա Հովհաննիսյանի հետ նա շարունակելու է պարապմունքները պարածանրամարտում հաջողությունները բազմապատկելու նպատակով։ Ալբարդ Մանուկյան, Սարգիս Սալավերդյան, Գավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։